Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կրկին մերժում է ստացել ազգային ժողովից։ Նրան կրկին չեն թույլատրել ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած խորհրդարանական քննիչ հանձնաժողովի փաստաթղթին։ Ազատության հետ զրույցում ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հաստատել է, մերժման հիմքը նույնն է։ Ըստ ազգային ժողովի ընթացակարգերի պատերազմի վերաբերյալ այդ փաստաթուղթը զեկույց չի համարվում, հետևաբար չի ենթարկվում տրամադրման պարտադիր կարգի։ Հարցին, թե եթե զեկույց չէ, ինչ փաստաթուղթ է այն, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն ասել է, կդժվարանամ ասել, որովհետև ինքը պաշտոնապես անուն չունի։ Տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները Ջուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը ջուր բալիկ ունի, Տիկին Տիգրանյանը բալիկ ունի, եւ ասում եմ մենք բանով է, այտենց աստվածաշնչային բան կա, 5 հոգով մի ամբողջ ազգային ժողով ենք սպասարկում, միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք որ գործուղման են, պարոն Ռուբինյանը գործուղման է,